Պոլսո հայոց պատրիարք Սահակարգ էպիսկոպոս Մաշալյանն առաջարկում է սինոդական կառույց ստեղծել, որը իր համոզմամբ թույլ կտա իշխանություն եկեղեցի հարաբերություններում ստեղծված ճգնաժամից դուրս գալ։ Պատրիարքարանից հայտնում են, որ Մաշալյանն այս առաջարկով հանդես է եկել Ավստրիայում անցկացված եպիսկոպոսական հավաքի բացման նիստի իր ուղերձում։ Պոլսո պատրիարքը պնդել է, որ ներկայումս հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհուրդը հեղինակազրկվել է։ Ըստ նրա, սինոդական կառույցի կազմում կարող են ընդգրկվել նաև որոշ ընդդիմադիր հոգևորականներ, ինչը կարող է հող նախապատրաստել անցումային շրջանում ելքեր որոնելու համար։ Սա առիթ է, որ եպիսկոպոսատ ժողովն ընտրի 12 ավագ եպիսկոպոսներ, որպեսզի այս շրջանում մայրաթոռի կառավարման գործին նեցուկ կանեն վեհափառ տիրոջը։ Ուղերձում նշել է Պոլսո հայոց պատրիարքը։ Մաշալյանի այս առաջարկը Հայաստանում իրարամերժ քննարկումների պատճառ դարձավ, քանի որ շատերի պնդմամբ սրանով Թուրքիայի իշխանությունները ուղղակիորեն միջամտում են հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին։ Կրոնագետ Վարդան Խաչատրյանը Օրագիր Նյուզին հայտնեց, որ հայ առաքելական եկեղեցու կառավարման մոդելը պատմականորեն միաբևեռ է եղել կաթողիկոսի գլխավորությամբ, իսկ սինոդական կառավարությունը ավելի բնորոշ է բողոքական եկեղեցիներին, օրինակ դանիականին։ Նրա խոսքով սինոդալ կառավարման անցումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ եկեղեցու համար։ Մեջ եղած խոշորագույն փորձությունը կարող է դառնալ, որովհետև սինոդալ ղեկավարություն դա նշանակում է տարաբնույթ շահեր, դա նշանակում է տարաբնույթ կողմնորոշումներ։ Մեր այսօրվա խնդիրը հայ ժողովրդին միասնական պահելն է, նրա ինքնությունը սպասարկելն է եւ դրա հետ որևէ աղերս չի կարող ունենալ սինոդալ կառավարումը։ Խաչատրյանը նշում է, որ թեև բողոքական եկեղեցիներում գործում են սինոդալ կամ կոլեկտիվ կառավարման մոդելներ, հայ առաքելական եկեղեցու կառուցվածքը սկզբունքորեն այլ է։ Նրա համոզմամբ բազմագլուխ կառավարման մոդելը կարող է հանգեցնել ներքին պառակտումների։ Պետք է լինի կենտրոն մեկ, որը ղեկավարում է, միակարծիք կենտրոն, որը լավ կարողանում է գնահատել, աշխել եւ վերաբաշխել ներքին ռեսուրսները։ Այսօր դա արխի կարևոր հարցերից մեկն է ընդհանրապես հայ ժողովրդի գոյությունը պահպանելու համար։ Կրոնագետի խոսքով հայ եկեղեցու պատմության ընթացքում սինոդալ ղեկավարություն չի գործել։ Եկեղեցին մշտապես առաջնորդվել է կաթողիկոսի գլխավորությամբ։ Մենք ունեցել ենք ներքին պառակտումներ, մենք ունեցել ենք գյուղեր, հատվածներ, որոնք անցել են բողոքականության կողմը, որոնք անցել են կաթոլիկների կողմը եւ այլն, բայց այդպիսի կառավարում մենք միշտ ունեցել ենք կաթողիկոս։ Անդրադառնալով Թուրքիայի հնարավոր ներգրավվածությանը Խաչատրյանը նշել է, որ պատմականորեն Պոլսո պատրիարքությունը գործել է թուրքական պետության վերահսկողության միջավայրում եւ այսօր եւս չի կարելի ամբողջությամբ բացառել Թուրքիայի ազդեցության գործոնը։ Նա միաժամանակ շեշտեց, որ այս մասով հստակ պնդումներ անել հնարավոր չէ։ Այդ մեր հատվածը ունեցել է այդ խնդիրը, որ ինքը պետք է շատ լավ լինի թուրքական կառավարության հետ, որպեսզի հալածանքի տակ չմնի եւ այլն։ Հա, ասում է տարապանքը սփորձ ունի։ Հա, բան չեմ ասում, դա եղել է գենոցիդ, եղել է աննախադեպ ծայրահեղ ակտեր, սպանություններ եւ այլն։ Հա, այդ ամեն ինչն եղել է, հա, իրանք ստիպված են, բայց միևնույն ժամանակ ասենք դա Թուրքիայի ազդեցությունն է արդեն մեր ներսում։ Խաչատրյանը հավելեց, որ ներկայումս առաջնային խնդիրը եկեղեցու միասնության պահպանումն է եւ կառավարման ձևի փոփոխությունը չպետք է դառնա ներքին պառակտումների պատճառ։